Երբ դեռ 2 ամիս առաջ հայտնի դարձավ, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը փաստացի մեծամասնություն է ստացել խորհրդարանի ընտրությանը, ոչ պակաս պաթետիկ ու ոգևորված էին Հայաստանում արևմտամետների արձագանքները, որոնք նշում էին, թե հաջորդ տարի Հայաստանն էլ պետք է գնա նույն ճանապարհով։ Այս տեսակետը սկսեցին պաշտպանել նաև մի շարք ՔՊԱ-կաններ։ Ըստ փորձագետների, սա կարող է նշանակել, որ առաջիկա խորհրդարանի ընտրությանը Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են կիրառել նույն մոլդովական սցենարը, ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցել քաղաքական դաշտը արևմտամետների ու ռուսամետների բաժանելու միջոցով։ Մոլդովայի փորձը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ժողովրդավարության դիմակի տակ հաստատել միակուսակցական կառավարում, վերլուծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նախագահ Մայա Սանդուի թիմը հաղթեց ոչ թե իրական մրցակցության շնորհիվ, այլ կիրառելով պարզ հնարք։ Հասարակությունը բաժանվեց արևմտամետների եւ ռուսամետների միջև, իսկ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, որ խանգարում էր իշխանությանը, պիտակվեց որպես օտար գործակալ ու դուրս մղվեց քաղաքական գործընթացից։ Այս ընտրությունները դարձան ոչ թե գաղափարների պայքար, այլ իշխանության վերարտադրության միջոցառում։ Ռուսական միջամտության պատրվակը ծառայեց որպես համընդհանուր զենք ընդդիմության դեմ, թույլ տալով կառավարությանը վերահսկել ընտրական դաշտը։ Հայաստանում նույն գործիքը վաղուց է կիրառվում։ Նիկոլ Փաշինյանի թիմը կառուցում է իշխանության պահպանման ռազմավարություն հակառուսականության վրա։ Քաղաքագետի խոսքով հասարակության բևեռացումը դարձել է իշխանական օրինականության միակ աղբյուրը, իսկ ընդդիմադիրների մի մասը կամա թե ակամա ջուր է լցնում իշխանության ջրաղացին, շարունակելով սպասել Մոսկվայի հաղթական զանգին, փոխարենը ձևավորելու ինքնուրույն քաղաքական օրակարգ։ Ստացվում է, Մոլդովան մեզ համար հստակ նախազգուշացում է, եթե ընդդիմությունը չձևավորի լայն ինքնուրույն ներպետական օրակարգ եւ շարունակի ապավինել արտաքին ուժերին, ապա Հայաստանը կհայտնվի նույն ծուղակում։ Եվ այդ դեպքում ժողովրդավարությունը վերջնականապես կվերածվի իշխանության վերարտադրության եղանակի։ Սակայն բանն այն է, որ Հայաստանում դա դժվար կլինի անել, ճիշտ է, ՔՊ-ն ու իր սատելիտ մի քանի փոքր կուսակցությունները կփորձեն ընդդիմադիր դաշտը որակել որպես ռուսահպատակներ, 5-րդ չարասյուն եւ այլն, այդուհանդերձ ընդդիմադիր դաշտի գերակշիռ մեծամասնությունը ոչ արևմտամետ է, ոչ էլ ռուսամետ։ Նրանք առավելապես ազգային արժեքների կողմնակիցներ են եւ հանդես են գալիս պետականամետության ու արտաքին քաղաքական հարաբերություններում հավասարակշռության եւ սթափ դատողության դիրքերից։ Մեկ ակնհայտ փաստ եւս, որ Մոլդովայում Սանդուի կուսակցությունն ավելի բարենպաստ արդյունքի է հասել արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունների շնորհիվ։ Այս գործոնը եւս Հայաստանի ընտրություններում չի աշխատելու։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրությունների ընթացքում արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարում իբրև նախադեպային է իր բովանդակությամբ, շարունակում է քաղաքագետ Սուրենյանցը։ Փաստացի արձանագրվում է, որ գործող իշխանությունը համաձայնել է Հայաստանում կիրառել այսպես կոչված մոլդովական սցենարը սեփական իշխանության վերարտադրության դիմաց։ Սա այլևս ոչ թե ԵՄ տեխնիկական օժանդակություն է, այլ քաղաքական միջամտություն ընտրական գործընթացին։ Եվրամիության այս աջակցությունը կարող է չարաշահվել Հայաստանի իշխանության կողմից ընդդիմության դեմ, նման Մոլդովայի դեպքում տեղի ունեցածին, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների արգելքը եւ ընտրական սահմանափակումները քննադատվել են որպես ընդդիմության ճնշման գործիք։ Այս համատեքստում ակնհայտ է, որ Եվրամիության ներկայիս բյուրոկրատիան աստիճանաբար հեռանում է արևմտյան արժեքներից, ժողովրդավարությունը փոխարինելով կառավարվող ընտրությունների մոտեցմամբ։ Փաշինյանի իշխանության եւ ԵՄ բյուրոկրատիայի այս գործարքն ունի նաեւ արտաքին քաղաքական գին։ Այն արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի արևմուտք։ Հայաստանում խրախուսվում է պարզունակ եւ կոպիտ հակառուսական խոսույթը որպես հավատարմության փոխհատուցում։ Սա չի բխում Հայաստանի անվտանգության իրական շահերից եւ չի ապահովում արտաքին քաղաքական հավասարակշռում։ Երբ իշխանության լեգիտիմությունը ձևավորվում է արտաքին կառույցների հովանավորությամբ, ինքնիշխան ժողովրդավարության մասին խոսելը նվազագույնը ինքնախաբեություն է։ Ըստ Սուրենյանցի, Հայաստանին անհրաժեշտ են ազատ եւ մրցակցային ընտրություններ, ոչ թե արտաքին վերահսկողությամբ ձևավորված ճիշտ արդյունք ապահովող գործընթացներ։ Սա նշանակում է, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրո է ծախսելու Հայաստանում մոլդովական սցենարի իրականացման նպատակով։ Այս գումարը հատկացվելու է տեղական լրատվամիջոցներին, նաև մի շարք խմբերի, որոնք ժամանելու են Հայաստան
Փաշինյանին եւ իշխանական քարոզչամեքենային օգնություն ցուցաբերելու, նաեւ իրավաբանական ձեռնարկներ կազմելու, թե ինչպես խորհրդանի ընտրությունից առաջ հետապնդումներ իրականացնեն տարբեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Որոշ ուժերի էլ ընդཐུպ փակելով, թույլ չտալով նրանց մասնակցությունը ընտրությանը, ինչպես տեղի ունեցավ Մոլդովայում, ըստ էության, Եվրամիությունը որոշել է ատամներով պաշտպանել Փաշինյանին եւ մտադիր է աչք փակել նրա բոլոր ապօրինությունների վրա։ Ֆիդա Ղազարյան, Կարիկ Արամյան, TV News։